2025 թվականի փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց Հայաստանի քաղաքացիներին, նշելով, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ինչ եք կարծում, Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի, փոփոխության ենթարկվի։ 18.4% նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ, 7.5% նշել է Հայաստանի Հանրապետության անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, նշել է 59.6%-ը։ 14.5%-ը դժվարացել է հարցի պատասխանը, այստեղ ինչն է հետաքրքիր, որ մենք նաեւ բերել ենք 2024 թվականի հունվարի տվյալները, երբ որ Նիկոլ Փաշինյանը առաջի անգամ դրա մասին խոսեց, օրակարգ բերեց այս հարցը։ Լավ չէ, նորից խնդիրներ տալի ավելի լավ ես։ Մենք բերել ենք տվյալներ հունվար 24-ի, երբ որ 14% էր ասում, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 13% ասում էր, որ անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, եւ 34.2% նշել էր, որ սահմանությունը պետք չէ փոփոխել, պետք է մնա անփոփոխ, եւ 38% նշել էր, որ դժվարանում է պատասխանել։ Ես իհարկե այդ սլայդերը ձեզ կտամ, իրականում պատկերը բավականին տարբերվում է, եթե նայենք նաև հուլիսի 24-ի իրականացած հարցումը, երբ որ Ալիևն էր բարձրաձայն այդ խնդրի մասին, որ Հայաստանը պետք է փոփոխի այդ մեր սահմանադրությունը, եւ այնտեղ պատկերը իհարկե ավելի ուրիշ էր, միայն 11% էր նշել, որ պետք է որոշակի դրույթներ փոխել, եւ 3.3% էր միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը առարկություն ունի նոր սահմանադրության։ Ինչևից է պատկերը հիմա ավելի, կարող եմ ասել, զուլալվել է եւ միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեր քաղաքացիների դեմ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի։